Վարչապետ Նիկոլ Փաշինյան հանդիպում ունեցավ Համբուրգի հայ համայնքի ներկայացուցիչներուն հետ։ Հանդիպման ընթացքին վարչապետը անդրադարձավ Հայաստանի կառավարության առաջնահերթություններուն, տնտեսության զարգացման ընթացքին, իրական Հայաստանի գաղափարախոսության, եկեղեցվո նորոգման գործընթացին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման, տարածաշրջանի մեջ դեղի ունեցող գործընթացներուն եւ այլ թեմաներու։ Վարչապետ Փաշինյան պատասխանած է նաեւ հանդիպման մասնակիցներու հարցումներուն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան Համբուրգի մեջ լրագրողներուն հետ հանդիպման տեղեկացուց, որ Գերմանիա կողմեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներուն վիզա դրամատրելու հարցին մեջ նորություն կսպասվի։ Վարչապետ Փաշինյանն նշեց, որ Հայաստանի մեջ Գերմանիա տեսփանը հայտնած է, որ վիզաներու գործընթացին մեջ հերթեր պիտի չլան։ Վարչապետը այս առընչությամբ հավելյալ մանրամասնություններ չի ներկայացուց, սակայն նշեց, որ Հայաստանի քաղաքացիներուն համար Եվրամիության մուտքի վիզա ստանալու գործընթացը թյուրացնելու հարցը իրենց օրագարկի մեջ է։ Համբուրգի մեջ լրագրողներուն հետ հանդիպման ընթացքին վարչապետ Նիկոլ Փաշինյան պատասխանեց հարցին մեկնաբանելով Հայաստանի սահմանադրության փոփոխության վերաբերյալ Ադրբեջանի կողմեն հնչող հայտարարություններուն։ Վարչապետի խոսքով այս պահուն Հայաստանը որևէ պայման չի դներ խաղաղության համաձայնագիրի ստորագրության համար եւ պատրաստ է առանց նախապայմաններու ստորագրել այն։ Ըստ անոր գործընթաց կդժվարանա Ադրբեջանի կողմեն առաջ քաշվող լրացուցիչ պայմաններուն պատճառով։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմեն Հայաստանի սահմանադրության վերաբերյալ հնչող հայտարարություններուն վարչապետը նշեց, որ եթե ադրբեջանական կողմը անկեղծորեն կգարձե, թե Հայաստանի սահմանադրության մեջ կան տարածքային բանջկներ, ապա այդ հարցը լուծելու ամենեն կարճ եւ արդյունավետ ճանապարհը նույն խաղաղության համաձայնագրի ստորագրությունն է։ Վարչապետը ընդգծեց, որ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանադրության հարցը երբեք չի քննարկված եւ չի քննարկվիր, քանի որ այն երկրի ներքին գործն է։ Միևնույն ժամանակ անհիշեցուց, որ նոր սահմանադրության շուրջ քննարկումները Հայաստանի ներքաղաքական օրագարկի մեջ են թեր 2018 թվականին եւ կապված են կառավարման համագարկի արդյունավետության հետ։ Վարչապետը Գերմանիա մեջ լրագրողներուն հետ զրույցին արձագանքեց Ադրբեջանի արտաքին գործոս նախարարության հայտարարության Հայաստան Եվրամիություն ռազմավարական գործընկերության օրագարկի փաստաթուղթին վերաբերյալ, ուր Բաքուն դժգոհություն արտահայտած էր այն առնչությամբ, որ այդ փաստաթուղթի մեջ կիրառված է Ադրբեջանի ռազմական գործողություններեն հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր ձևակերպումը։ Նիկոլ Փաշինյանն գարաչարգե Ադրբեջանին միասին ճանապարհային քարտեզ մշակել եւ զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղի հայերու վերադարձին եւ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեմաները։ Վարչապետ Փաշինյանն նաև հայտնեց, որ Համբուրգի նավահանգիստը հետաքրքրված է Գյումրիի մեջ 4 նավահանգիստ ստեղծելու հարցով։ Նույն ասուլիսի ադեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան անդրադարձավ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման կարելիություններուն։ Հայաստան-Թուրքիա հարաբերություններու ղեկավարումը եւ սահմանի բացումը հիմա բոլորովին ուրիշ բարունակ ունեցավ, որովհետեւ նաեւ խաղաղության խաչմերուկի եւ թրիպ ուղի նախագիծի շրջանակներու մեջ հիմա Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը կնշանակե Կենտրոնական Ասիային Եվրամիություն երկաթուղային գաբի հաստատում եւ ոչ միայն երկաթուղային, այլև երթևեկության գաբի հաստատում կնշանակե նոր խողովակաշարերու հնարավորություն, կնշանակե նոր էլեկտրահաղորդման գիծերու շարունակության հնարավորություն, ըստ վարչապետը։ Նիկոլ Փաշինյան Համբուրգի մեջ լրագրողներուն հետ զրույցին մեջ հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միութենեն դուրս գալը նպատակ չէ, սակայն Եվրոպական միության անդամ դառնալը Հայաստանի ռազմավարական նպատակն է։ Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը կշարունակի հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել միաժամանակ խորացնելով հարաբերությունները ինչպես Եվրամիության, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության հետ։ Վարչապետին խոսքով այս շրջանին այդ երկու ուղղություններու միջև ակնհայտ անհամատեղելիություն չկա, քանի որ գործընթացները կընթանան զուգահեռ եւ իրականության մեջ չեն հագասեր իրարու։ Վարչապետը հայտնեց, որ Համբուրգեն Մոսկվա կմեկնի մասնակցելու Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին։ Անընդգծեց, որ Հայաստան հարաբերություններ չի զարգացներ Եվրամիության հետ ի հեճուկս Ռուսաստանի կամ Եվրասիական տնտեսական միության եւ պիտի շարունակե գործընկերային հարաբերությունները բոլոր առանցքային ուղղություններով։ ՄԱԳ-ի շրջագա միջավայրի վեհաժողովի 7-րդ նստաշրջանին շրջագա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյան հանդիպում ունեցավ Միացյալ Թագավորության խորհրդարանական փոխպետագան քարտուղար եւ բնության նախարար Մերի Գրեկի հետ։ Գահիտնեն նախարարութենեն անդրադարձ կատարված է 2026 թվականին Հայաստանի մեջ տեղի ունենալիք ՄԱԳ կենսաբազմազանության մասին COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներում։ Քննարկված են գազագերբչական եւ փոխանցական նախապատրաստական գործընթացները համաժողովի օրագարկային հիմնական
ուղղությունները։ Նախարար Մատևոսյան Դիգին Գրեգին ներկայացուցած է համաժողովի արդեն պատրաստ տարբերանշանը եւ կարգախոսը անդրադառնալով ադոնց հիմքին տրված քաղաքապարական մոդեցումները, որոնք կարտացոլեն գենսաբազմազանության պահպանության կարեւորությունը եւ Հայաստանի որպես համաժողովը հյուրընկալող երկրի բնապահպանական քաղաքականության արժեքները։ Կողմերը վերահաստատած են համագործակցության խորացման եւ հետագա համատեղ քայլերի ուղղությամբ իրենց պատրաստակամությունը։ Հայաստանի արտաքին գործոս նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյան հանդիպում ունեցավ Հունաստանի Թիվանակիտական ակադեմիոյ տնօրեն Միքայել Դիամեսիսի հետ։ Գայտնեն արտաքին գործոս նախարարության մամլոյցարայութենեն։ Հանդիպանը տածկին քննարկված են Հայաստանի Թիվանակիտական դպրոցի եւ Հունաստանի Թիվանակիտական ակադեմիոյ միջև համագործակցության հերանեկարները։ Կողմերը ընդգծած են փոխադարձ պատրաստակամությունը խթանելու երկու թիվանակիտական գրթական կառույցներու միջև փորձի եւ մասնագիտական գիտելիքներու փոխանակում, համատեղ նախաձեռնություններու եւ ուսումնական ծրագիրներու միջոցով։ Դավիթ Կարապետյան զրուցակիցի ներկայացուցած է նաև Երևանյան երկխոսություն համաժողովի կարևորությունը եւ այս բարունակի մեջ հետագա փոխգործակցության կարելիությունները։ Թուրքիո արտաքին գործոս նախարար Հական Ֆիդան ազգային մեծ ժողովի մեջ արտաքին գործոս նախարարության 2026 թվականի բյուջեի քննարկման ընթացքին այլ հարցերու հետ անդրադարձած է հարավային Կովկասին եւ հայ-թուրքական հարաբերություններու ղեկավարմամբ։ Ֆիդան մասնավորապես նշած է, որ հարավային Կովկասի մեջ, որտեղ Թուրքիան ունի պատմական եւ մշակութային գաբեր, 2025-ին կարևոր զարգացումներ արձանագրվեցան։ Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններու ղեկավարման Ֆիդան նշած է. Հայաստանի հետ կարգավորման գործընթացը 2025-ին եւս իրականացված է Ադրբեջանի հետ համաձայնեցված կերպով։ Հարաճիգա ժամանակահատվածին մենք պիտի շարունակենք անել այն, ինչ կախված է մեզ մեր տարածաշրջանի մեջ գայուն խաղաղություն հաստատելու համար եւ կխրախուսենք կողմերը քննադատելու այս պատմական հնարավորությունը, հայտնած է Թուրքիո արտաքին գործոս նախարարը։ Իսրայելի արտաքին գործոս նախարար Գիդեոն Սահար հայտարարած է, որ Վաշինգտոնի մեջ պետական քարտուղար Մարկո Ռուբիոյին հետ հանդիպման ադեն քննարկած է մերձավոր արևելքի մեջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին Սահար նշած է X-ի հարթակին իր գրառման մեջ։ Մենք արդյունավետ քննարկում ունեցանք մերձավոր արևելքի մեջ Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի եւ ատկե դուրս մեր փոխադարձ կարելիություններուն եւ մարտահրավերներուն շուրջ գրած է Սահար գրառման մեջ։ Մեր անխզելի դաշինքը երբեք այսքան ուժեղ չէ եղած, նշած է ան։ Իր հերթին Ամերիկայի պետական քարտուղար Մարկո Ռուբիոն X-ի մեջ նշած է, որ Գիդեոն Սահարի հետ քննարկած են տարածաշրջանային անվտանգության եւ մարդասիրական ջանքերու վերաբերյալ հարցեր։ Ամերիկան եւ Իսրայելը հանձնարարում են մերձավոր արևելքի մեջ խաղաղության եւ գայունության հասնելու գործի մեջ սերտ համագործակցության, նշած է Ռուբիոն։ Ամերիկայի ներկայացուցիչներու բալադը ընդունած է երկրի 2026 թվականի պաշտպանության բյուջեի օրինակիցը, այդ մասին հաղորդեց The Hill թերթը, փաստաթուղթը պիտի ուղարկվի ձեռագույդին, քվեարկությունը կսպասվի հաջորդ շաբաթ։ Ըստ օրինակիցին 2026 թվականի պաշտպանության բյուջեն կկազմի $901 միլիարդ, այն նախատեսած է $400 միլիոն չափով ռազմական օգնություն Քիևին։ Բացի այդ պետք է բարձրանան զինծառայողներու աշխատավարձը, սահմանափակվին Ամերիկայի ներդրումները Չինաստանի մեջ, ինչպես նաև ամբողջությամբ վերացնեն Սուրյոթեն բաժամջոցները։ Ներկայացուցիչներու բալադի կողմեն հաստատված փաստաթուղթը նախադեսած է Եվրոպայի մեջ առնվազն 76,000 ամերիկացի զինծառայող բահել հիմնական մարտական միջոցներու հետ միասին։ Բացի այդ, թրույթը նախադեսված է Հարավային Կորեայի մեջ ամերիկյան զորքեր բահելու մասին։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը